Բարև Բագրատ։ Ողջույն։ Տոնից հետո սա մեր առաջին El Clasico-ն է, այո, մեր առաջին խառը ոդկասթն է։ Այո, մեր առաջին խառը El Clasico-ն է, հաջորդելով երեկվա El Clasico-ին։ Երեկվա իրական El Clasico-ն։ Այո, ինչի արդիվ ես քեզ շնորհավորում եմ ամեն դեպքում։ Բայց ամենալավը էս դե իհարկե ես որպես Մադրիդի Ռեալի երկրպագու իմ համար բարդ է լավ կետեր գտնել այդ ամեն ինչի մեջ, բայց սա զգացի որ լավ կետերներ որ սիրուն խաղեր։ Հա, հենց այդ էր, որտեղ շատ դրամատիկ ավելացված 3 րոպեվա ընթացքում 3 գոլ, դե իհարկե դա դարավ ավելացված 7 րոպե, բայց ամեն դեպքում մեծ հաշվով այդ գիրքն էլ է վերադառնում El Clasico-ի, ինչի համար ես անչափ ուրախ եմ։ Ինչի հաշվին է վերադառնում։ Կարող է մենք ենք տրամադրվում ըստ կերքի։ Չէ, դե նախ երևի պայմանավորված է նրանով, որ տենց Բարսելոնան կրիզիսային իրավիճակներում էր վերջին մի քանի տարիների ընթացքում, հիմա արդեն սրտած աճը ինտրիգը վերականգնվել է։ Ու պլյուս հայտնվել են old school ֆուտբոլիստները, նույն իմ համար դա օրինակ չեմ Ռաուլ Ասենսիոն է, որ տենց Ռամոսյան ոճով կարա դե տենց պրովոկացիաներ անի Ռաֆինյան տենց ինչ որ հա ինքն էլ կռվարար Վալվերդեն մի խոսքով էլի այդ պլյուս այդ մրցակցությունը վերականգնվում է էլի որովհետև եթե ես տենց չեմ սխալվում Բարսելոնան տուրբուլենտ շրջանի մեջ էր հիմա արդեն վերականգնվել է հիմա Ռեալի մասին են խոսում կա տենց բան թե չէ ճգնաժամ դե դա ճգնաժամը այնքանով է պայմանավորված որ Մադրիդի Ռեալի ղեկավարությունը տենց միշտ առավելագույնին է ձգտում ու տենց նորմալ երևույթ է մեծ հաշվով տենց սպորտային իրադարձությունների ժամանակ ինչ որ մի շրջան որտեղ որ հա նորմալ է ինչ որ անկում պետքա լինի անհնար է միշտ լավ լինի բնականաբար ինչը նաև կարելի է քաղաքականության մեջ պատկերացնել եւ մեծ հաշվով սպիտակորեն հաջորդում են սևերը ապանոնից սպիտակ բայց գիտես ինչ էի նկատել ու տենց չգիտեմ դավադրապաշտության մեջ էին գել թե չէ համատում էի Վրաստանում տեղի ունեցած El Clasico-ի հետ, հիշում եմ, չէ El Clasico չէր ներողություն, Սևիլիա սուպերգավաթներ եզրափակիչներ, UEFA-ի չեմ։ Հա, ու այնտեղ էլ 5-4 հաշիվներ կարծեմ։ Ու այսինքն գոլարատ ֆուտբոլ էր, հիմա էլ գնացել էին Սաուդյան Արաբիայում էին անցկացնում այդ հանդիպումը, դա այն շրջանակներում է, որ ֆուտբոլը մասսայականացնելու համար է արվում, գնում են այնպիսի երկրներ, որտեղ հիմնականում ֆուտբոլը տենց զարգացած չի, բայց ենթակառուցվածքները կան Հիմա մտածում եմ, ես կարծում եմ, որ Սևիլիա Բարսելոնա խաղի օրինակ առաջի խաղակեսը շոուի մաս էր, այնտեղ թիմերը պայմանավորվում են, որ բաց ֆուտբոլ խաղան, կարողանան իրար գոլեր խփել, որ հանկարծ 0-0 գոլազուրկ ֆուտբոլ չստացվի, անհետաքրքիր տենց ավտոբուսային պահեր չլինեն, տենց նույնը մտածում եմ, որ Սաուդյան Արաբիայում էր, օրինակ ասելին արեք առաջին խաղակեսը տենց բաց ֆուտբոլ խաղանք հարցակվողական փորձենք գոլեր խփել երկրորդ կեսից արդեն ով կրեց դե այդ նույն մտածում ես կա այդ շոուի էլեմենտը պայմանավորված շոուի էլեմենտ կա թե ես եմ հորինում դա դրանով հասկանալ նաև այն պահը որ մրցավարը առաջին խաղակեսի ավելացված այդ 3 րոպեների ընթացքում 3 գոլ խփվեց ու այդ ավելացված ժամանակը դարձավ 3-ից 7 կամ 8 դե բայց դա պայմանավորված նրանով որ դաթար կար նաև այդ ավելացված ընթացքում գոլեր խփվեց ավելացված այսինքն երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի ժամանակ 5 րոպե էր ավելացվել որոնցից մեկը մի րոպեն ծախսվեց Ֆրենկի Դե Յոնգի կարմիր քարտի վիճարկման եւ այդ ամեն ինչի վրա պլյուս 2 րոպե դեռ շարունակվում էր այդ ամեն ինչը հետո փոխարինումներ եղան բայց խաղը ավարտվեց 96-րդ րոպեին այսինքն եթե առաջի խաղակեսում ինքը թույլ տվեց մրցավարը թույլ տվեց 5 րոպե ավել խաղան հիմա այս ավելացած 5 րոպեին մեկ թողեց ավել խաղան ու տենց ավարտվեց շատ հետաքրքիր 3-2 Դե կարելի է դավադրապաշտությանը գնալ մրցավարներին, դե դա տենց Բարսելոնայի եւ Ռեալի երկրպագուների սիրելի զբաղմունքներից մեկն է։ Ինձ համասամբ հանուն արդարության Բարսելոնան է սիրում բան անել։ Չէ, բայց արի վիճենք ուրեմն, որովհետեւ հիշում ես, չէ, որ մեղադրանքներ կային, դատական գործեր, որ իբր Բարսելոնան գնել է մրցավարներին եւ այլն մրցավարանում հա տենց ինչ-որ հա հենց մրցավարի չէր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի ղեկավարին թե սենց հա տենց մի բան ու դա այն ժամանակների մասին էին խոսում իբր այն տարիներին գնել որ Բարսելոնան դրա կարիքը ընդհանրապես չուներ այն որ Գվարդիոլայի
հանրահայտ ամենաուժեղ երևի աշխարհի մասշտաբով երբևէ պատմության ընթացքում եղած ամենաուժեղ թիմի տարիներն էին ու այդ ժամանակ ասենք մեղադրանքներ են հնչում որ Բարսելոնան գնել է ինչ-որ մրցավարական բաներ որի թե կարիքը չկար թե հետո չափածուցվեց դե նույն ձև էլ Ռեալի մեղադրանքներն էին այն ժամանակաշրջանի վրա հենց որ Ռեալը այդ Անչելոտի երկրորդ գալուստներ Զիդանի այդ 3 հատ չեմպիոնների լիգաներ հա մրցավարական սխալներ հնարավոր են ավելին հնարավոր է նաև որ Ռեալի ու Բարսելոնայի համար օգուտ ավելի շատ լինեն քան մյուս թիմերի օրինակ բայց երբ որ կենտրոնանում ենք Ռեալ ու Բարսելոնա իմ համար չգիտեմ երբ Բարսելոնայի որպես սուբյեկտիվ երկրպագու ակնհայտ է որ Ռեալի օգտին ավելի շատ են սխալվում մեր իսպանացի մրցավարները քան մեր իսպանացի մրցավարները որպեսզի սա շատ չտանենք դեպի ֆուտբոլային ոդքասթի եւ այստեղ բան չանենք իրար մարտի չբախվենք եւ այստեղ տեղի չունենանք ամիր քարտ չստանանք մեկու մեկս երկուսս արի դու ձեր կլիչ հասա եսի բս ասեմ Վիսկա Բարսա Հալա Մադրիդ Ինադամաս նսուրս վերջացավ էս հատվածը սենց վերջ կարանք արդեն վերադառնանք մեր հետ տոնական քաղաքական իրադարձություններին ես հիմա հենց այս պահին իմ կարծիքով ամենաակտուալը ռուսաստանցի հայտնի պրոպագանդիստ տենց դες ոնց է ես խոսնակ Իրան արդեն չեմ կարողանում պատկերացնել որպես ես եթե հա խոսքը դե Սոլովյովի մասին է որ տենց բան չանենք չխոսափենք Իրանից Սոլովյովի մասին է, բայց ինքը շատ վաղուց իմ համար դադարել է լինել ինչ որ մի հատ պերսոնաժ ում կարելի է անդրադառնալ, որտեղ ինքը այնքան ցածր մարդ է, բայց չէ, կարելի է որովհետև բացի դրանից, որովհետև ինքը տենց մասնավոր հեռուստաընկերությամբ դա չի անում, որ իր ինիցիատիվան չի, եթե ինքը վերևից հրահանգ դաբրո չունենա ինքը կյանքում չի կարա տենց բաներ ասել։ Դե այն երկրում որտեղ որ ինքնագործունեություն ծավալում շատ քիչ բան կա, որը որ կարելի է ինքնագլուխ անել, հա, առավել եւս այդ մակարդակի ու այդ մասշտաբի վրա, ու իր արած հայտարարությունները, հա, իր խնդիրն է, այսպես ասած, բայց դա չի վերաբերվում հենց Սոլովյովին, դա լիներ ցանկացած այլ մի հատ պերսոնաժ, ինչ որ Telegram ալիքի ադմինիստրատոր կամ եւ այլն եւ այդպես շարունակ, կարելի էր դա ինչ որ skip անել այդպես ասած, բայց իրան չէ։ Եվ պետական հեռուստաընկերության պարվում Սալավյովի կողմից դա արդեն չեմ ասի որ ահազանգ է, որովհետեւ առաջի տարին չի, առաջի դեպքը չի։ Հա, իհարկե։ Բայց իմպերիալիստական իր մտքերը դեռ չեմ ուզում անդրադառնամ այն ամեն ինչին, որ ինքը դեռ, եթե չեմ սխալվում, այն ժամանակաշրջանում, որ Ռուսաստանը դեռ ինչ որ չափով խոսքի ազատություն ուներ, միջև NTV հեռուստաընկերության սեփականատիրոջ փոխարինումը այդ շրջանում ինքը հենց դա համարվում էր տենց ազատական մտքերի ներկայացուցիչ ինչպեսի տենց դիրքավորում որ իր համար նախապատրաստել էին այդ դիրքավորումը հետո ինքը շատ հաճախ խոսում էր Ղրիմի հետ կապված որ ինչ եք դուք խոսում Ղրիմը մեր եղբայրական ազգն է Եթե Պուտինին հիշենք, ինքն էլ որ ասում էին իմպերիալիստական հա բաներով հակված քաղաքացիներ, պերսոնաժներ խոսում էին Ղրիմ, ասում էր, ինչ Ղրիմ դուք պատկերացնում եք, մենք ինչքան Ղրիմներ ունենք մեր պետության ներսում, եթե մենք սկսենք դրակի մնացած ամեն ինչը։ Դե հա, բայց այդ ամեն ինչը հաշվի առնելով իր ոչ պրինցիպիալությունը, այսպես ասած հաշվի առնելով կարող ենք փաստել, որ իր մտքերը չեն եղել իր անձնական մտքերը, որը որ ինքը sense իր Եվ ինչպես պետք է պատասխանի հայկական կողմը, կարծում ես։ Դա հայկական կողմից շատ մեր падգամավորներ պատասխանել են ու մենք բացի պատասխանից ուղակի sense տեքստային պատասխանից մենք գործողություններով ենք պատասխանում մեր դիվերսիֆիկացիայով, այն ամեն ինչով։ Բայց ոչ թե ընդդեմ, այլ հանուն Հայաստանի։ Իհարկե մենք ոչ թե ընդդեմ Ռուսաստանի, այլ հանուն ինչ որ իրանց այդպես ասած ինադու անելու բան չկա։ Այստեղ արվում է իշա Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այդ ամեն ինչը արվում է, արվելու է, ինչքան էլ Սոլովյովը խոսա, Վորոբյովը խոսա, չգիտեմ, Պիտուխովը խոսա, Բայց նայ, նաեւ իմացանք, որ Սերժ Սարգսյանը ժամանակին
ինչ որ շքանշան է տվել, չէ, Սալավյովին Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների ինչի մենակ բանը Սերժ Սարգսյանը նաեւ հիմա իրանց քաղաքական լուրջ ակտորներ համարող ես տենց մոտավորապես հիշում եմ որ ինչ որ տաշիր մրցանակաբաշխություն կար Ռուսաստանում, որը որ կազմակերպվում էր բնականաբար Տաշիր Սամոյի կողմից ու այդ մրցանակաբաշխության ընթացքում ես տենց չեմ հիշի թվականը, բայց իրան հրավիրել էին ինքը էլի իր այդ այկիդոիստիկի մանուն հաքի եկել էր ու խոսում էր հայ եւ ռուս ժողովուրդների բանը։ Դե որովհետեւ Տաշիր Սամոնու ինքը տենց լավ մտերիմ հարաբերություններ ունեն, այդ չի արսի, հիմա Տաշիր Սամոնու կարձանագրել։ Սալավյովն եղած Տաշիր Սամոն եղած իմ համար։ Հա, ըստ էության տենց դրա համար խորանալու բան չկա։ Նույն օրբիտայի։ Բայց հա, մի ռուպերենիա, մի ուրիշ ծևի ռուպերելն է, բայց ստեղնա որ հա ու մի քիչ ուրիշ բառամթերք չէ, բացի բառամթերից ուրիշ գործառույթներ ունեցող, բայց ինչ վերաբերում է Սալավյովի դեպքին, ապա պետականորեն Սերժ Սարգսյանը ոչ թե որպես Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ է տվել այդ պարգևը Սալավյովին ու հիմա մեխանիզմներ կարելի է գտնել ու ուղղակի մարդուն համ պերսոնա նոն գրատա հայտարարել Հայաստանի մուտքի առումով։ Արդեն հայտարարված է, չեմ սխալվում։ Եվ կարելի է կարծում եմ մեր արտգործնախարարությունը ճիշտ կանի որ եթե դատական կարգով դա պետք է արվի, թող դատական կարգով արվի։ Միանշանակ, որովհետև հիմա նույն օրինակը կարելի է բերել Շաքարյան, եթե չեմ սխալվում։ Հա, ես այդ թեմային ուզում եի անդրադառնալ անպայման ու շատ ես այդ բանին շատ մի տեսակ վրդովեցի ու գիտես ինչի։ Այդ նկատունից գեներալ մայոր Շաքարյան կանոն, հա։ Ուրեմն գեներալ մայոր Կարեն Շաքարյանը Արցախի հերոսի կոչում է ստացել հոկտեմբերի 20-ին 44-օրյա պատերազմի ընթացքում իր ցուցաբերած գործողությունների համար հերոսի կոչում է ստացել ու Ոմն Աշոտ Դանելյան, որը ներկայանում է որպես Արցախի նախագահ, այսինքն գոյություն չունեցող Արցախի գոյություն չունեցող, հա ինչ որ պաշտպանությունների կատարող, ժամանակավոր պաշտոնակատար նախագահ թե ինչ, թե ոնց է նշանակվի, ով է, ես կյանքում չեմ էջ, նոր եմ իմանում որ Աշոտ Դանելյան Չգիտեմ ես, անկես չգիտեմ։ Ես զուտ այդ լուրերով էի տեսել, լուրերով։ Ինքը հա որոշել է, որ պետքա այս Արցախի ընտրված նախագահ Արայք Հարություն, հա, միոպե Արցախի պաշտպանության մարտերում ցուցաբերված անձնական խիզախության համար է ստացել այդ բանը եւ Աշոտ Դանելյանը, որը Արցախի նախագահ է իրան հրճակել կամ իրան հրճակել են, որոշել է, որ Կարեն Շաքարյանին պետքա զրկի Արցախի հերոսի կոչումից, որովհետև ինքը համարձակություն է ունեցել մասնակցի վարչապետի հրավիրած սուբսիդիան ուխտերթին։ Դու պատկերացնես ինչքան լկտիություն է ուրա հասել սրանց, որ իրենք, այսինքն մարդու քաղաքական հայացքներ կարող են տաբերագրել քաղաքական օրինակ հայացքների, մի կողմ տնենք որ դա ուխտերթ ու քաղաքական ակցիա չի եղել, դե չէ քաղաքական ակցիա լիներ, ավելի շատ մարդիկ, օրինակ իրենց աթեիստ համարող մարդիկ, այլ կրոնների հետևող մարդիկ նույնպես կարող են լինել օրինակ, հա, կամ նեյտրալ մարդիկ կան, որ այդ թեմայի հանդեպ մի քիչ ավելի ուրիշ վերաբերում, նեյտրալ վերաբերում, հա։ Բայց ենթադրենք քաղաքական բան է, դիրքորոշում է օրինակ։ Դրա համար Արցախի հերոսի կոչումից իրեն զրկում են, հասկանում ես, դրանց լեկտիության աստիճանը։ Ու սրանք խոսում էին բանը, սևով սպիտակի չբաժանելի համախմբման, հայ, թուրք, գիտես ինչ, դու հասկանում ես սրանց լեկտիության աստիճանը։ Այդ ամեն ինչին ինչ որ դու ասում ես ու սրանք համարձակություն ունեն ասում են 1937-ին ասարկել Նիկոլը դու պատկերացրու ես սրանց այսքան իշխանություն տաս ինչ կանեն չեղած ասենք օթի մեջ իրանք դարձրել են նախագահ հրամանագրեր են ստորագրում դու պատկերացրու ես իրական հնարավորություն տաս իրական իշխանության այսքան չնչին մաստաս ինչ կանեն դե այդ թեման իհարկե ու խոսում են Արցախից, չէ՞, ախր խոսում Արցախ, հայրենիք, չգիտեմ, հերոսականություն, հայ, այդ մարդը, ասենք պատերազմի մասնակից, պատերազմի ժամանակ հերոսացած մարդուն դու զերկում ես քաղաքական բաների համար։ Դե տենց մարդիկ դրա համար սիրում են տեքստերով տանը բազմոցին հանգիստ նստած ասել կլավիատուրայի դիմաց կամ ծովափին պարկած ախ հայրենիքս, դենեմ ցայվեմ կամ նորից հայրենիքս ոնց էր ինչ եմ լինում հենց որ այդ ֆեյքերը որ գրում էին հա տաշ իրենց ֆեյքերը դողում եմ թե ջղաձգվում եմ տես չբան եմ չէ
հա այլայլվում է բան, այդտեղ իրանք այդտենց հենց այդ fake բոտերի ովքեր որ գրում են այդտենց post-եր եւ comment-ներ, հենց իրանք մակարդակի էլ իրանք սիրում են պետությունը կլինի, հայրենիքը կլինի որպես ավելի sense մեծ հասկացություն կամ մի խոսքով էլի, արդեն իրանք այդ դարդը եւ ցավը իրանք կարողանում են մենակ Facebook-ի կամ այսպես ինչ որ անիմաստ որոշումների բան անեն, բայց սա իհարկե անթույլատրելի է մեծ հաշվով, որ մարդու քաղաքական դիրքորոշումների համար դե սա նորություն չի ամեն դեպքում։ Այո։ Դա վերաբերվում է մշակութային գործիչներին, դա վերաբերվում է, չգիտեմ, նույն հոգևորականներին, ինչեւ այդ ասում են եկեղեցու գործերին ինչ միջամտել, եթե խնդիր կա, դա եկեղեցու գործն է։ Հիմա եկեղեցու ներսից 10 բարձրաստիճան հոգևորականներ, եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ ասեցին, որ խնդիր ունեն, խնդիր կա ուխտը խախտելու հետ կապված, Արշակ Սրբազանի քերակնոջ հետ կենակցելու հետ կապված, իրենք խնդիրներ են տեսնում եւ խնդիրները բարձրացնում եք դարձան տիրադապետ մարդիկ։ Դե այդ ամեն ինչից Այսինքն եթե դուք ասում եք որ դա եկեղեցու խնդիրն է, այդ եկեղեցու ներսից բարձրաստիճան հոգևորական է, այդ խնդիրը եկեղեցու ներսում փորձեցին լուծել, բայց խի դարձան տիրադապետ դեպքում։ Դե դրանից բացի իմ համար գլխավոր խնդիրը է այս ամեն ինչի մեջ։ Իմ համար առաջինը այսպես ասած ազդանշանը, որ շատ վատ տեղ է գնում այս ամեն ինչը, դա Բալթյան երկրների մեր թեմի առաջնորդի վարչապետին ասած խոսքներ, հյուրընկալելու ժամանակ, որ ասում խաղաղության եւ Եվրամիության ասոցիացվելու ավելի մերձանալու եւ լավ համագործակցելու այդ ողջունում էր դա ու կտրուկ այսպես արձագանք եկա, որ չէ, մենք մայրաթորից հայտարարեցին, որ դա մեր հետ կապ չունի։ Մայրաթորի պարոն մայորը։ Հա դե, մայրաթորի անունից էին հայտարարում։ Մայրաթորի պարոն մայորը։ Հա, բայց պարոն մայորը օրինակ ռազմական հեղաշրջման կոչերի ժամանակ չէր ասում, որ դա մայրաթորի կոչումը չի։ Նորմալ է։ Ինչի՞ մենակ ռազմական հեղաշրջման ժամանակ որ բան էին անում, քայլելով գալիս չէ, դա կողտում էր, հա, բայց ոչ մի հստակ բան չէին ասում։ Օգտեցել փողոցները։ Բայց որ ասում էին, տենց բան կա, հիմա այդ սառեցնելու պահն է, ոչ մեկ չհասկացավ այդ ոնց սառեց, հիմա հետա ապա սառեցվել է, թե հենց շարունակվում է սառացման ալինքը որպես, որտեվ այդ ամեն ինչը զուտ այսպես շատ մեծ ազդակ էր, որ մեզ այդքան էլ եկեցու խնդիրները չի հետաքրքրում, ինչքան որ այդտենց Սալավյովա նման մարդիկ հանկարծակի մեզ դա լսեն ասեն, «Էս դուք ինչ եք ասում», հա։ Ու տենց այդ ուղղակի արցանագրենք, որ այս Արցախի նախագահ կոչվողի, որ իրան հրճակել է Արցախի գոյություն չունեցող Արցախի գոյություն չունեցող նախագահ։ Ես քեզ հրճակում եմ Հոգվարցի ռեկտոր։ Հա, լրիվ այդ հələ Հոգվարցը կոնե գոյություն ունի, արդեն Արցախը գոյություն չունի, էլի կներեք, պետք է մենք անկեղծ խոսանք այդ մասին, թե չէ։ Դե կարծում բոլորը գիտեն։ Հա, ու գիտես ո՞ն է այս մարդկանց այդ սրիկայությունը, էլի։ Որ իրենք այդ Արցախի մասին են խոսում, հերոսականության, հայի, միասնականության, համախմբվածության մասին, 37 թվի մասին են խոսում ու իրենք չեղած իրանց հալով այսպիսի բաներ են անում։ Ու նույնը, լրիվ ամբողջովին նույնը, իրենց այդ հովանավորները, այդ խորհրդանական դիմություն կոչվածը, իրենց սատելիտ ուժերը, լրիվ այդ նույն խոսույթի մեջ են։ Իրենք ընդ որում ոչ թե 37 թվի դեմ են, որ խոսում են 37 թվի դեմ, այլ իրենք ուզում են 37 թիվ լինի Հայաստանում, բայց իրականացնող իրենք լինեն։ Իրանք դրա համար օրինակ որ մենք խոսում ենք օրինակ արժեքների, չգիտեմ, եվրոպական արժեքներից ենք խոսում, մենք նկատի ունենք լիբերալ արժեքներ, նկատի ունենք դեմոկրատիա, նկատի ունենք ընտրական ինստիտուտներ եւ այլն, չէ։ Իրենք խին ասում դա սորոսական, խին ասում կեվրոպական, որովհետեւ իրենք արժանապատվով ուզում են բան դիկտատուրա, բայց իրանք ուզում են դիկտատուրա իրենց կանոններով, իրենց կատարմամբ։ Հա, դե դրա համար օրենքի դիկտատուրայի հանդեպ իրանք այսպես բան ունեն, հակակրանք ունեն ու այդ օրենքի դիկտատուրան, որը որ հիմա այսպես ասած գործում է, դա իհարկե գործում է, բայց իրանց համար դա ասենց ֆոբիա է, հա, ֆոբիա է, որտեվ իրանք հասկանում են, որ իրանք այդ օրենքը այնքան են խախտել, բայց իրենք մոռացել են իրանց կատարած բռնապետական, իրանց ստեղծած բռնապետական ռեժիմը։ Դե դա արդեն որտեվ բան է, այդ իրանք դա այնքան են այլայլել, որ հիմա իրանք կարողանում են սա ներկայացնել որպես մի հատ մեծ բան ու բնականաբար սրա պես ասած թարգեթը, թիրախը հիմնական, որ իրանք ներկայացնեն, որ այս սա բռնապետություն է, իսկ մեր ժամանակ դեմոկրատիա էր։ Այդպես մի հատ բան կա, չէ,
տենց մեմ կա, որ մի կին մոտիկանում է, դե կին կլինի, տղամարդ կլինի, տեսած մեմում կիներ ուղակի, դա տենց որպես որ բան չլինի, սեքսիստական չլինի, անեկդոտ, մի մարդ մոտենում է օդանավակայան, ասում է ինձ խնդրում եմ Կորեայի տոմս կտակ, ասում է որ Կորեան եք ուզում դեմոկրատական պետությունը, թե Կորեայի հանրապետությունը, դեմոկրատականը ու այդ վաճառողը դեմոկրատականը հյուսիսային է։ Ու հիմա իրանք էլ էսենց ներկայացնում որ սա բռնապետություն է, բայց ու իրանք բնականաբար դրանով փորձում են թիրախավորել այն ընտրողներին 26 թվականի համար, ովքեր որ դեմոկրատիայի կողմնակից են ու չէ, դեմոկրատիայի կողմնակիցից բացի այդ նոր քվեարկելու իրավունք ստացած ովքեր են խոսող, այսօր իրանք չեն տեսել այդ ամեն ինչը ու կարան իրանք ներկայացնեն որ մենք հրաշք անձնավորություններ ենք քանի որ այդ թեմային անդրադարձանք բեր Իոնիսյանի Դանիելի ստատուս կարդամ որ մեր քաղաքացիների մեր նայողներն էլ հասկանան ինչի մասին է ու այս թեման մի քիչ շարունակենք Դանիելը գրել է Իրանում ու Իրանի ցույցերի հետ է կապում, ասում է Իրանում տեղի ունեցող ցույցերի ամենահետաքրքիր դրվագն այն է, որ շատ ցուցարարներ վանկարկում են սրանից կես դար առաջ նույն Իրանի ժողովրդի կողմից անծայրածիր կոռուպցիայի համար գահանքեց արված Շահ Փելևանի անունը, որոշ ցուցարարներ նաև կանչում են նախկին շահի ժառանգին Ռեզա Փելևանին, ով ամնում է հիմա, ու թեև նախկին շահի որդին իհարկե Իրանի ժողովրդի որևէ վատություն չի արել, բայց նրա հայրը Շահը սրանից կես դար առաջ եղել է Իրանի ամենաատված մարդը, երբ որ իր ժամանակ եղավ հեղափոխությունը։ Չմտնելով Իրանի ներկա իրադարձությունների դետալների մեջ, պետք է արձանագրենք, որ սա շատ հետաքրքիր դաս է, որը խոսում է մարդկանց քաղաքական հիշողության դեֆիցիտի մասին։ Եվ այդ ֆոնին պետք չի զամանալ, որ մեր երկրում երիտասարդները չեն պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ցուցարարներ էին գնդակ ահարում, անկախ լրագրողներին ծեծելով սատկացնում էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ նրա ծնողներին հայհոյանք տվողները մի լավ ծեծ էին ուտում, կամ էլ ինչ-որ շենքի տանիքի եզրից ներողություն խնդրող տեսանյութ գրում։ Երիտասարդները չեն պատկերացնում, որ ոչ վաղ անցյալում բանակի գնդի հրամանատարները խոզ էին պահում ու զինվորների սնունդը խոզերին տալիս։ Չմոռանանք նաև Սերյան Վանյանի տունը։ Չեն պատկերացնում, որ մեր երկրում դիտորդներին ծեծելով լցոնումներ էին անում ու համարյա բոլոր դպրոցների դասատուներին պարտադրում, որ իշխանության համար երաշխավորված քվեարկող ու ընտրակաշառք վերցնելուն պատրաստ առնվազն 15 հոգու անուն տան։ Դեպի ապակա շարժվելու համար շատ կարևոր է որ մարդիկ լավ հիշեն, թե նախկինում ինչ է եղել։ Ու այս ամեն ինչը մենք մեր աչքի առաջ տեսել ենք, գոնե ընտրական ինստիտուտի բռնաբարումը, որը 96 թվականից սկսած գոյություն չի ունեցել հանրապետությունում ընտրություններ մինչև 2018 թվականը, դա մեր երիտասարդները պետք է իմանան, որ հիմա հեղափոխություն տեղի չի ունենում, որ զանգված այն այդ չի դառնում զանգված այն այդ բողոքի ցույցերը, ինչի համար, որովհետև դժգոհ մարդիկ չեն գնում հրապարակներ, որովհետև գիտեն, որ դեմ ընտրություններ են, 2 տարուց են ընտրություններ, 5 տարուց են ընտրություններ, մի տարուց են ընտրություններ, թիմ կլինի, համապետական կլինի, կգնան իրենց կարծիքը դիրքորոշում ընտրությունների միջոցով կարտահայտեն, որը տեղ կհասնի։ Իսկ այն ժամանակ մենք գիտենք, որ ընտրություն չկա։ Տարբերակ գոյություն չունի իշխանափոխության։ Դե դրա համար էլ օրինակ սահմանադրական փոփոխությունները, երբ Հայաստանը անցնում էր արդեն խորհրդարանական ռեժիմին, կառավարման, շատ մարդիկ չէին էլ խորանում արդյոք ավելի լավ նախագահական թե ավելի լավ խորհրդարանական, իրանք դա ընդունում էին որպես վտանգ Սերժի վերարտադրման համար դեմ էր։ Այլևս գործնականում այնց էլ տարբերակ երբեք չի հնարավոր չի լինի Սերժին վերացնել գոնե դե տենց իհարկե բան կար մի հատ այց միտք կար որ դե մարդ ես բավոր ընտրությունները նորմալ անցնեն ինչ որ պահին բայց արդեն որ նորմալ էլ անցնեին ու 2017 թվականի ընտրությունները իրանք տենց էլ փորձեցին կազմակերպել որ իրանք տենց լցոնումներ չէին անում բայց տենց ընտրակաշառքի տոտալ ընտրակաշառքի եւ այդ նույն զիբիլիքսի գործը բերել ռեբրենդինգ էին անում թե ուզում ես փոխել ինքդ քեզ փոխ տենց ինչ որ փոխես տենց թմբուկ երեք դա բան էին անում էլի հակած դրա համար փորձում էին բան անեին ներկայացնեին որ տեսեք տենց բան էլ տենց հին բաներ չկա նոր է բայց նկատել ես այդ ժիլետը որ ասեցի մի զեղում անեմ էլի ժիլետ Կարեն Կարապետյանի մասով ինքը ոնց որ բան լինի այն
ֆուտբոլիստներին տրանսֆերային պատուհանի ժամանակ որ բերում են բան ոչ թե առնում են տրանսֆերը, այլ վարձակալությամբ բերում են տանում են, ինքը ոնց որ այդ դերակատարներից լինեն, որ 9 համարի հարցակվողը լավ, բայց տենց չի կարողանում լավ տենց համավի թիմերին, մի կարճ պերիոդ տենց կրակում է ու անցնում է, իրան բերում են, հա, օրինակ բերում են քաղաքապետ, մի քանի ամիս, ինչքան աշխատեց քաղաքապետ, մի քանի ամիս երևի թե կատարի, հա, ոչ մի որոշ շատ կարճ ժամանակ աշխատում է քաղաքապետ, մեկ այդտեղից ազանգում են, ասում են, «Վсё, բանը, վեշե թավակի լից մի ящիկի մեջ նորից հետարի ժամկետ 6 ամիս ժամկետը լրացավ քո վարձակալության»։ Ինքը թողնում գնում, այսինքն վարձու աշխատողի նման։ Հետո գալիս է վարչապետ, ուղարկում են վարչապետ, ասում են գնա այնտեղ բան կա, կրակ ունենք հանգցնելու, գնա այդ կրակը հանգցնելու հետարի։ Ինքը գալիս է որպես վարձու աշխատող պետություն ղեկավարելու։ Գալիս է, տենց հետո ասում են, բրտնում է ինչ-որ փուլ, ինքը թողնում հետա գնում։ Հիմա խոսքը որ Տաշիր Սամոյին ուզում են Կարեն Կարապետյանին բերեն որպես վարչապետի տեխնացու ներկայացնել իրենց 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Այդտենց խոսակցություններ կան, հա։ Ու հիմա ինքը իրան նորից կուղարկեն Ռուսաստանից, կասեն այնտեղ էլի բան ունենք, այտենց բաց ունենք, չգիտեմ կոմ առաջադրենք, դու այդ ինչ-որ շիլետը թակի կենա նորից։ Կարող է նորից գա մի 6 ամիս տենց ինչ-որ բաներ փորձ, նու եթե իրանց բանը վեր, յանը մտածելով։ Մենք մեր ոդկասթների ժամանակ շատ ենք դա քննարկել, որ հա իրանք այդ գործիքները, իրանք քաղաքականությունը նայում են որպես ինչ որ բան, հիմնարկ գործողությունների հաջորդականության արդյունքում ստեղծվող ինչ որ մի հատ բան։ Հա ու հիմնարկ, որ ինքը կարող է որպես վարձու աշխատող, գործադիր տնօրեն որպես կա, տենց ինչ որ կարճաժամկետ պայմանագրով տենց բանանի Կանի, չէ, հենց այդ այն համար։ Այսինքն այս պետությունը ինձ համար բան է, տենց հիմնարկությունն է, կարան ղրգեն, կա տենց վարձակալական բաներ, հա, որովհետև քաղաքականություն իրանց համար գոյություն չունի, եթե քաղաքականություն լիներ, իրանց հիմա եթե մենք խոսում ենք ձևիստների մասին, իրանց համար քաղաքականություն եթե գոյություն ունենար, քաղաքականության ամենա խոսուն մեխանիզմը դա բանավեճն է, հա, Վագն Ալեքսանդրը, պարոն առաջարկել էր հրավիրել էր ցանկացած հարթակում բանավիճել Նարեկ Կարապետյանի հետ։ Այդ թվում իրենց հարթակներում դիմադիր։ Իմիջայլոց գիտես չեմ նկատել այդ հարթակ ասելուց հիշեցի որ իրանք ոնց որ թե նոր հարթակ ունեն դա երաշտական դար 21 հաղորդաշարն ալիքն է ես ոնց հասկանում իրանք դա առել են որովհետև դար 21-ը երբեք ես չեմ հիշում դար 21-ում բացի ինչ որ top 10 հայկական երգեր կամ տենց հանով բովանդակությամբ հաղորդաշարներից բացի ես չեմ հիշում լրատվական լինի դար 21-ում, հա դար 21-ի այդ միկրոֆոնները իրանց լոգոյով ամենուրեք հայտնվում են, կլինի դե բնականաբար իրանց դեղին 21 որ գրած է դա, հա ոնց որ ադրբեջանական ITV-ն լինի։ Ես դες որովհետև դες իմ մոտ հետո հասկացա որ ITV-ն չի։ Չէ, ITV-ն չի, դար 21-ն է, ես տենց եմ հասկանում, որ հենց որովհետև տենց ալիքները փոխելուց ես տենց հին մարդ եմ, ես տենց պետքա ինչ որ օրվա X ժամի, չգիտեմ, ժամ 7-ը կլինի, 8-ը կլինի, ուղղակի տենց ալիքներով պտտվեմ ու դար 21-ով շատ եմ նկատել, որ տենց հաղորդումներ են իրանց հաղորդումներ չեն, տենց կիսագովազդային բաներ են, հոլովակներ են, որ ինչպիսի բարեգործություններ է արել, ինչպիսի լավ բաներ է արել, այս կոբենկոմ, հենց որ կարանք արձանագրենք որ 21 բան Ալեքսանդրյան առաջարկի որ 21 TV-ում լինի, բայց ցանկացած տեղ 21 TV-ում լինի իրանց այդ թանկարժեք գրասենյակներում ամենուրեք որտեղ լինի իրանք խուսափելու են բանավեճից, որտեվ ոնց որ ասեց պարոն Ալեքսանդրյանը, իրանց ավելի կոմֆորտորն է, իրանք կարան սահմանափակվեն այդ ստվարաթղթով տպված նկարների հետ, այնց լուրջ իրանց կարծիքով քաղաքականությունը դա ինչ որ PR արշավ է։ Հա, դե ասում քանի որ երկրին վերաբերվում են որպես հիմնարկի, որ մտածում եմ որ սա հիմնարկ է, կարան կան գործադիր տնօրեն աշխատեն, հենց որ արդեն տնօրենությունից այլ սեփականատիրոջից իրանք գործադիր տնօրեն են, դեղը սեփականատեր կա, սեփականատերը զանգի ասի վсё հերիքա, փասափուսը թավակի հետ արի, իրանք մտածում են որ հիմնարկությունն է, հետեւաբար PR-ն էլ, այդ մարքեթինգն էլ, իրանք մարքեթինգային արշավները իրականացնում են հենց այդ ապրանքի բանի տեսքով։ Վաճառքի մենեջերներ են երևի վարձել, վաճառքի մենեջերներն են ասում են վաճառքները ավելացնելու համար կարելի է տենց ստվարաթղթի տենց ինչ-որ տեսանյութեր պատրաստել, տենց ինչ-որ մտնի Նարեկ Կարապետյանը տենց ինչ-որ մանկամիտ հայացքով ինչ-որ բաներ խոսած ուս կա։ Տեսանյութերի բովանդակությունից նաև այդ տեսանյութերի տարածման process-ը տենց ինչ-որ
ծայրահեղ հավասարացված է սովորական մարքեթինգի, որովհետեւ այդքան գովազդ որ իրանք միացնում են, եթե իրանք թվում է այդ գովազդը ու այդ ֆեյքերը որ իրանք լցնում են բոլորի կոմենտների տակ ու բացում ես տենց անմակարդակ է դա արված, որ տենց միանգամից երևում է, որ մտնում ես պրոֆիլը, չգիտեմ ինչան, մեկ նկար, երկրորդ նկարը ցանկալի է լինի ինչ որ սրբի պատկեր կամ եկեղեցի այդ այնց ինչ որ բան, որ մարդու մոտ այն դիտողի մոտ որ շատ խորացված չի մեդիա գրագիտության մեջ, ասի դե սմարթը sense հոգևոր մարդա բան, որ ինքն է sense բանա գրել, ուրեմն վերջ։ Այս վերջից նա այն սկզբից որ այդ հոգին խելագարվում էր, սիրտը ճմլվում էր այդ ֆեյքերից հետո, որ սաղ սիրուն աղջիկներ էին ինչ որ տարբեր բաների նկաներով։ Մեծամասամբ սլավնական արտաքին։ Հետո բանը ես նկատեցի, որ իրենք արդեն այդ դասը քաղել են ու ստեղծել էին ինչ որ հայ տղամարդու արտաքինով, տենց շատ փորով, կիսամերկ տենց ֆոտոներով, տենց տղամարդկանց կերպարներ լատնակրող, բայց ֆեյքեր էին էլի։ Հա, տենց տղամարդկանց, նաև տարիքով կանանց, ովքեր որ տենց տես օրինակ էտել կարա լինի նաև իրանք մեր օրակարգից լավ սնվում են, չէ՞, վարչապետը ասեց, չէ՞, սնուցող մայրերի այդ շշուկը հորդորը սնուցող մայրերը իրանց կողմից են, այդպես մայրեր են, դե հիմա տատիկա, այսպես ասած, տատիկը նաև բնականաբար սնուցող մոր կերպարը ինքն է, վառ կերպարն է ու նաև դա էլ կարող է լինի ու իրանք այդ այնց ինչ-որ sense միկրոբաներ են փորձում գործիքներ են փորձում կիրառել օրինակ քեշես 21 թվականին ինչ ակտիվ TikTok-ը դե տենց այդ ժամանակ էր մտնում քաղաքականություն իրանք TikTok-ով իրանք առաջինից օգտագործում ու շատ օգտագործում էին ուրիշ պրինցիպով իրանք ոչ թե օգտագործում էին նաև օգտագործում էին տենց PR արշավ էին Ռոբերտ Քոչարյանը տենց ուժեղ տղա ներկայացնելու բանով էին տենց բացի այդ մասկուլին կերպար ստանալու փորձերից նաև փորձում էին նոր քվեարկության իրավունք ստացած մարդկանց, այսինքն չգիտեմ 18-ից տենց 21 ովքեր որ այդ ընթացքում 2001, 2, 3 թվականին ծնված էին, փորձում էին ինչ-որ ռետրո նոստալգիկ հիշողություններով դրական բաներ sense անել, որ ասենք չգիտեմ, հայրենիք ալիք կար կհիշես, այդ մանկական ալիք էր Ես Գյումրիում եմ ապրել, չեմ կարող եմ մենակ Երևանում հեռարձակումներ։ Մայրաքաղաքական սպրում ունեցին։ Հա, հայրենիք ալիքով ցույց էին տալիս դե մուլտֆիլմեր, մանկական հաղորդաշարներ եւ այլն, այդ ալիքի մասին տենց մոռացել էին բոլորը ու եսին որտեղից հայտնվում է այդ հայրենիքի հին հաղորդաշարների տենց կարճ ինչ որ sense ռիլեր կամ TikTok-յան տեսանյութեր ու տենց դրանով ու այդ արխիվային վիդեոները 2021 թվականին այսպես միանգամից արխիվային վիդեո են ուզում կանանք մենք Ամեկ+-ի արխիվային վիդեոները Ռոբերտ Քոչարյանի կահակալման իրանք հետո դրանից խուսափում էին իմանալով որ իրանք քաղաքական առումով ոչ մի դրական բան մեծաշով չունեն ցույց տալու իրանք ստիպված են չեմ հին տեսանյութեր տեսահոլովակներ հաղորդումներ գովազդներ ամեն ինչից կարային ինչ որ մի բան գցեին, որ դա փորձեին ինչ որ դրական հիշողություններ առաջացնել։ Հիմա այդ նույն PR-շիկները Տաշի Սամոյան մարեն աշխատում, պլյուս մինուս մի քիչ։ Ու էլի իրանք մտածում են, որ սա ինչ որ գովազդային արշավ է, որ պետք է գովազդ անեն, չգիտեմ, իրանց ծաղիկը ծախելու համար։ Բայց քաղաքականություն ծաղիկ չի, ոչ էլ տորթա, ոչ էլ լեգերություններից դուխի բերելու մակարդակի են իրանք վերաբերվում քաղաքականությանը ու այդ այնց մակարդակի պատասխանը իրանք 26 թվականի ամռանը գիտես որ նա մեկ է խնդալու որ բան են անում այդ ինչեր են որելի Ալեքսանյանը ազգանունը դրանց մոտից sense թրաշ հա իրավաբանա թե ինչ է այդպես չգիտեմ իրավաբանը ամեն դեպքում իրանք քաղաքական պերսոնաժ չունեն Վարդևանյան Արամնա այդ Հա ինքն էլ հայտարարում չէ որ բանը Սամվել Կարապետյան Չէ որ Վահագն Ալեքսանյանը չունի այնքան քաշ որ քաղաքական քաշի մասն է խոսքը որքան բանակ բայց իրանք բան են սարքում նկար են սարքում ասում են այս Ալեքսանյանը թե այն Ալեքսանյանը սրտիկի կամ լայքիկ որ դու հասկանում ես մի թեվով ուրիշ բան են խոսում մի թեվ ասում ու հա այդ որ ասեցի մի կողմից ուրիշ բան է խոսում մյուս կողմից ուրիշ էս Նարեկ Կարապետյանը գնացել է այսին որտեղ հանդիպել է քաղաքացիների ու տեսանյութ հրապարակել իր այդ դեմքով sense մոտիկից ասում է բանը քաղաքացիները
զրկվել են վարորդական իրավունքից, որով իրենց միակ տուն պահելու միջոցն ա եղել մեքենա քշելը եւ հիմա այդ մարդիկ զրկվել են վարորդական իրավունքներից, մենք որ եկանք բան կանենք, երկրորդ շանս կտանք այդ մարդկանց ու նաեւ այդ բաները տուգանքները կզեղչենք, կեժանացնենք, որովհետեւ դա էլ է թալանի մի մաս է ներկայացնում տուգանքը, որը գնում է պետական բյուջե, ինքն էլ ասում է պետական բյուջե գնում։ Այն Սերժն ասում է դպրոց նորոգելն է, չէ՞, դպրոց կառուցելն է, բան թալան։ Հա։ Ու հիմա հասկանում ես, որ բանից վարորդական իրավունքից զրկվում են այն մարդիկ, որոնք ծանր խախտումներ են կատարում։ Այսինքն օրինակ բարձր խմացության աստիճանով նստում են ղեկին։ Նաև չմոռանանք, որ անցած մայիսին այդ բալային սանդղակը 9-ից բարձրացվեց 13-ի։ Բայց մի րոպե, բալայինի մասին ընդ որում հենց այդ եմ ասում, որ բալայինի մասին էլ չի խոսքը, որովհետեւ բալերով զրկվածները, բալերը կորցնելու պատճառով դա զրկում չի, դա կասեցում է 6 ամիս հետո իրենց վարորդական իրավունքը նորից վերականգնվում է, բայց սա Նարեկ Կարապետյանը խոսում է զրկվելու մասին ու ասում են մենք երկրորդ շանս տանք, այսինքն այն մարդկանց մասին է խոսում, որոնք շանս չունեն, պիտի նորից հանեն այդ վարորդական իրավունքը։ Իսկ այդպես զրկվում են բացառապես ծանր խախտումներ իրականացնող մարդիկ։ Հիմա ինքը առաջարկում է, որ այդ ծանր խախտումներ արած մարդկանց ներեն օրինակ, ների պետությունը։ Հիմա վաղը մյուս օրը կարող է Նարեկ Կարապետյանի լսես, որ տենց ինչ-որ միտեղ վթար ա եղել, միտեղ թեմա է, մեկ ինքը հասկանա, որ ակտուալ թեմա է, պոպուլիստական թեմա է, մտնի ասի մեղադրի, որ ինչքան մահեր կան մեր Հայաստանի փողոցներում երթևեկության մեջ։ Այսինքն այս մարդիկ հետևողականություն չունեն, նայում են որտեղ, նայում են օրինակ գյուղերում շատ կա, չէ՞ որ գնում ես մի հատ գործարան սարքեն աշխատենք, չէ՞, մարդիկ էլ սովետական մտածելակերպով են, իրանք դա ֆիքսել են, գնում են պոպուլիստական գործարան սարքենք։ Դեռ մենք որ միտեղ ասում են վարորդական իրավունքից զրկվել ենք թեմայա, վարորդական իրավունքները բան կանենք, վերականգնենք։ Այդպես պոպուլիստական, ոչ հետևողական ոչ պրոֆեսիոնալ ու իրենք խոսում են չէ պրոֆեսիոնալիզմից հենց էտա որովհետև այդ իրանց հետ փոխկապակցված բոլոր ուժերի համար ընտրություններին տենց ասած մաքուրով ձեն ստանալու միակ տարբերակը եղել էր, ինչ որ լոկալ խնդրին լոկալ լուծում տալ, չգիտեմ։ Ասֆալտ փռենքստեր։ Այ հենց էդ էր, որ դա արդեն դառել էր մի հատ տենց մեմ, չգիտեմ, մեր բակ ֆիլմից սկսված միջև կարգին հաղորդումներ ու այդ բոլոր դա մեմ չէր, որ մեր բոլորի կյանքներ, առօրյան իրականություններ։ Հա, որից որ դառել էր անեկդոտների եւ շատ բաների նույն կարգին հաղորդումը որ նայես, որ տենց սկեչերի մեծ մասը որտեղ որ կա քաղաքական գործի, դա կաշառքի պես մի բան է, կամ ինչ որ լոկալ խնդրի արագ լուծում։ Դա էլ է կաշառք ընտրությունների ֆոնին այտենց ինչ որ խնդիրներ լուծելը, որը տենց դու համակարգային չես անում։ Այդ լոկալ արագ խնդիրը լուծելով մենք անցած մեր թողարկման ժամանակ անդրադարձանք այդ 100 ուսանողին բան անելու հետ կապված։ Հա, տես 100 ուսանողի կարող է օրինակ ինչ Կարապետյանն էր այդ մյուսը։ Սարգիս Կարապետյանը, Սամվել Կարապետյանի որդին։ Այո։ Սարգիս Կարապետյանի այդ հիմնադրամը, որը իմիջիայլոց գովազդում է Գոհար Ղումաշյանը, որը ես չեմ հիշի, բայց ես որ ուսանող էի, իրանք զբաղված էին ճոր ռուսական ՀԿ-ների հետ աշխատանքով, ճոր հայ-ռուսական երիտասարդական եսի մինչեր sense ճոր բաներ, այսինքն ով որ գովազդում է այդ ամեն ինչը շատ լավ տեղյակ է ուսանողների խնդիրներից եւ ուսանողների բանից, նիստուկացից ու ուսանողներին այտենց ինչ որ ոնց ասեմ, sense գրավող ուշ բաներով գրավելու փորձ ունի, որտեվ ասում եմ, այդ ինչ որ ռուսական բաներ էին, ազդեցության ճամբարիկներ էին, տարբեր Մոսկվայի տենց ֆիլիալներ ոնց որ ուսանողական ֆիլիալներ։ Հա, Մոսկվին ուղղակի ուրիշ ձև է աշխատում, սա լրիվ ուրիշ ձև է աշխատում, են մի հատ բան կա, Եվրազիա ինչ որ մի հատ բան կա, Նիկա Պադալյանն էլ արցախցիներին բերում օգնություն է բաժանում։ Հա, այդ նույն մակարդակի կառույց հա, որ իրանք փորձում էին այդ ոնց է չէ կա Erasmus+ ծրագիր կամ տենց նմանատիպ շատ բաներ, որտեղ որ փորձի փոխանակումներ են, մարդիկ գնում են, էսեն անում են անան, նույն ձև այդ տենց copy paste էին անում, ոնց որ սովետական իշխանությունները փորձում էին այդ
սկաուտներից ամերիկական սարքեցին պիոներներ եւ այդ նույն ձև copy paste արեցին, նույն ձև copy paste փորձում էր արվել այդ ռուսական հկները, ինչ որ կազմակերպությունները գնային Ռուսաստան, հանդիպեին տենց այդ մի խոսքով դա այդքան էլ կարևոր չի, դա ուղղակի տենց սպրավը չկա հին մեմերից հիշենք ու նախարար Ժաննա Անդրեասյանը երբ խոսում է որ մեր ռազմավարության մեջ գրված է եղել որ պետական բուհերը պետքա լինեն անվճար ու մենք գնալու ենք դեպի դրան, այո։ Առաջիկայում, ապագայում դրա հետ կապված դա ուղղակի այդ 100 ուսանողին դա ընտրակաշարք է կոպիտ ասած։ Ընտրակաշարքը իսկ ինչը վերաբերում է հիմա օրինակ յանքի կարող ասեն դե ընտրակաշարքա որ դուք ասում եք որ հեսա կլինի անվճար։ Դա պետության գործառույթն է, ռազմավարություն է, որում գրված է ռազմավարության մեջ, օդի մեջ չի ասել։ Արվում է ու այդ ամեն ինչը առանց ավելնորդ աղմուկի, առանց Facebook-յան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դոլարների միացված գովազդներով ինչ որ դա ազդարելու կարիք չկա, որովհետև դա արվում է, ամեն ինչ արվում է, որ ինչքան բան արվել է, հա, միանշանակ ու այդ ամեն ինչով կարելի է հասկանալ, որ իրանք այնքան բովանդակություն չունեն, որ իմիջիայլոց մենք էլ կարանք իրանք ցանկացած ներկայացուցին հրավիրենք բանավեճի Հա բայց իմաստ եթե չեն կալում։ Թող դե մենք մեր բանը քայլը անում ենք ուզում են թող կան այս ամեն ինչին պատասխանեն, որովհետև իրանք տենց ձև են տալի, անի դե մենք մեր ձևով ենք այդ ամեն ինչին պատասխանում, բայց դες պատասխան չտեսանք բացի այդ պոպուլիստական դատարկաբանություններից։ Դա անդիմության բանն է, գործելա ոչն է։ Դե հա, բոլոր բանավեճերից խուսափել։ Մենակ ձևիստները չեն, բոլոր խորհրդարանական անդիմությունը հիմնականում որոշ բացառություններով փախնում են բանավեճերից։ Իմ տենց ոչ մասնագիտական հետազոտությամբ, հիշողությամբ երևի թե մենակ դաշնակցականներն են որ գալիս են բանավեճերի։ Ընդ որում ոչ հաճախ։ Լիքը եղել է որ հենց հմեկով դաշնակներին կանչեն չեն եկել։ Հմեկով չէ, բայց ուրիշ տաղավարներում տենց ազատությունով էս վերջերս։ Հա, այդ եմ ասում, որոշ բացառություններով։ Եղել էր, հիշում եմ։ Մի խոսքով այդ ամեն ինչը հաշվի առնելով կարելի է հասկանալ, որ իրանք գնալու են ցանկացած ավանտյուրայի, որ կարողանան 26 թվականին ինչ-որ ձեներ իրանց ռազմավարությունը հենց որն է դա, որ մարդկանց գիտեն որ մարդկանց ինչ-որ շերտ կա, որ ասում է գործարան, գնում ասում են գործարան, մեկ ասում է ասֆալտ, ասում են հա ասֆալտ, պրոստը տենում են որ պետությունը ասֆալտ անում են, դեռ չեն կարող տեղավորվել։ Մեկն էլ ասում է SVO Հայաստանում, ու իրանք այդ SVO-ից կարծում եմ առանձնապես դժգոհ չեն լինելու։ Ու չեն էլ արձագանքում, չեն ասում, տես որ Ալիևը կամ ինչ-որ մեկը ասում է գոյչա, որ անունն է տալիս, չի ասում մենք գնանք ուժով կվերցնենք գոյչան։ Ասում է գոյչա, օրինակ։ Իրանք սկսում են հայ հարակյատ, որը լավ են անում, թող անեն, որում Հայաստանի պետական իշխանության մամիներն են արձագանքում դրան։ Բայց երբ որ Սալավյովը հստակ սպառնում է, որ ուժի իրավունքը գերակա է արդեն, որ միջազգային իրավունքը չի գործում, իրանք էլ ոնց որ Վենեսուելայում Ամերիկան կարա, իրանք իրանց ազդեցության կոդիներում կարան ու ազդեցության կոդի է ներկայացվում Հայաստանը, իրենք լռում են այդ մասին։ Հա, եթե տենց հայրենասեր եք, ձեր համար կապ չունի ռուսնա, թուրքնա, պարսիկնա, թե ամերիկացին։ Խիք Թուրքի ու չգիտեմ ամերիկացու ժամանակ արձագանքում, բայց որ ռուսն է ասում, չեք արձագանքում։ Դե որտեվ իրենք չեն գալիս։ Որովհետև Հայաստանը չի ծեր հայրենիքը։ Մեզ փրկեն։ Հա, դու չես հասկանում, իրենք գալիս են մեզ փրկեն։ Այնտեղ մարդիկ կային, որ ասում էին, հայ բանը, խոսքը Հայաստանի մասին չէ, իշխանությունների մասին է։ Այսինքն SVO որ արեցին իշխանությունների տանտաների վրա են SVO անելու։ Հիմա բանը մենակ Զելինսկու ընտանիքն ու մերձակաշրջապատն է տուժում կամ սպանվում։ Տխմարություն է։ Ես եթե չեմ սխալվում, այսինքն իմ դիտարկմամբ մենակ կոնգրեսն է արձագանքել այս ամեն ինչին, ինչ որ ձև ողորմելի արձագանք։ Հա, որ մենք եթե լինենք իշխանության, թույլ չենք տալու հիբրիդային ինչ-որ պատերազմների մեջ լինի Հայաստանը։ Այսինքն օրինակ եթե Ռուսաստանը տենց Սալավյովը հելում տենց ինչ-որ բան է հաչում, դու ոնց թույլ չի կարելի։ Նիդելի տակ։ Այդ ուրիշ ինչ թե Սալավյովի տեղապահները կլինեն այդ դեպքում այստեղ իշխանության, կարող է Սալավյովը դες բան չհաչի։ Հա, դե հենց այդ է։ Շատ ներողություն էլի։ Չէ, կարծում եմ, ինչպես ասում են, շունը հաչա, քարավանը գնա, չէ։ Ճիշտ էլ ասում։ Բայց նկատենք, որ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էր, ես ինչքան հիշում եմ, մի ժամանակ առաջ ասում էին, հիբրիդային պատերազմ, ասում ինչ հիբրիդային պատերազմ։
հիբրիդային պատերազմ բան էին ուզում ներկայացնեին, տենց իշխանությունների կողմից հորինված ինչ-որ բան, միջոց։ Հա, հիմա բարձր հիբրիդային պատերազմ կա, բայց իրանք որ ունեն թույլ չեն տա։ Հիմա չկա թե կա, որ դուք լինեք թույլ չեք տա։ Բայց կողմնորոշվեք։ Կոնգրեսը այդ մեդիա պլատֆորմներում դες կտրուկ ակտիվացել է։ Ահա, ու գիտես ո՞ր նախնդալը, որ 2021-ին մտել էին բանը, եսին որտեղ անենք, իրանց գրասենյակից դուրս չէին գալիս, մի հատ ռոպեր չէին վերցնում կնային քավորզար շրջանային, մի հատ post չէին անում Facebook-ում։ Սաղ բողոքում լացում արտասվում էին, թե բա իշխանությունները եւ ընդդիմությունը խորհրդանական եւ նախկին իշխանությունները ունեն ռեսուրսներ, մեդիա ռեսուրսներ, մենք չունենք։ Facebook-ի տեղը հիմա այս տարի չէ, շատ լավ է, այդ կողմից շատ լավ է, այս կողմում YouTube-ի ալիք են բացել, Facebook-ը չեն լացի թե բան, ինֆորմացիոն բան չունենք։ Միջոց։ Երբ որ աշխարհում մարդիկ իրենց Facebook-յան էջերով, չգիտեմ, Հայաստանում 2018 թվականին Facebook-ով հեղափոխություն են կարել, իրանք լացում էին թե բանը, մեդիա գործիք։ Բայց իրանք ոչ թե հիմա այդ մեդիա գործիքը իրանք հասկացել են, որ մեդիա գործիք դրա համար պետք չի ինչ-որ յուրահատուկ բանալ, ուղղակի պետք է հեռախոս, որ sense live-ը միացնում ես, սկսում ես խոսալ, դա ինչ-որ չափով էլի գործիք է, իրանք դա չեն հասկացել։ Իրանք հստակ անցել են այդ մարքեթինգային մակարդակի ապրանքի վաճառքի ցուցանիշները բարձրացնելու կարգի անցել են Լևոն Զուրաբյան թե Նիկոլ Փաշինյան սրտի ու բան ձևիստական մեթոդներով նույն գույներով նույն շաբլոններով բաներ մոռացել է աչքից թրել էր դա բայց նաև YouTube-յան մի խոսքով էլի այսինքն այսքան ժամանակ նոր որոշեցին քաղաքականությամբ զբաղվել մինչև այդ քաղաքականությամբ իրանք քաղաքականությամբ զբաղվում են իրաց գրասենյակի կեղտոտ բազմոտներին նստած միայն ես էլ եմ արձանագրել նույն իհարկե դա մի 10 տարի առաջ էր բայց կարծում եմ բան չի փոխվել առանձնապես դժվար ասենք դեպի լավը բան փոխվեր այո դրա համար ամեն դեպքում այդ մենք ինչից սկսվեց այս խոսակցությունը Դանիել Լեոնիսյանի հրապարակումից որ Ռոբերտ Քոչյանի Սերժ Սարգսյանի ժամանակ առնվազն որ դա փաստված է բոլորի կողմից անգամ ընդդիմությունը չի կարող հա તો անգամ իրենք չեն կարողանում դա հերքել որ ընտրություններ Հայաստանում տեղի չեն ունեցել Հայաստանում ընտրական ինստիտուտ գոյություն չի ունեցել դու հնարավորություն չես ունեցել գնաս ընտրատեղամաս քվեարկես ու իշխանություն ձևավորես դու գնում ես որպես մասովկա Մընտրություններին մասնակցում էիր, բայց թվերը նկարվում էին այլ տեղերում։ Սերժ Սարգսյանը իրապանով ասում էր թե 90, 80, 60 ինչքան ուզեք այդքան խփեմ։ Հենց այդ է հարցը, որ դու կարայր գնայիր քվեարկեիր ընդդիմության օգտին ու այն մտքով, որ քո թե դու գնացիր քվեարկեցիր, կարող է ես, դու, երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը գնային քվեարկեին ընդդիմության օգտին, բայց այդ ընդդիմության քվեաթերթիկը, որ գնում էր դա վերջում ուղղակի ինչ որ կերպ այսպես մտներ մի հատ մեծ ստացակի արանքը ու դա Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան որ ինչ մեխանիզմներով էին դա անում ընդհուպ քվեատուփերը գողանալու փոխելու մեքենայի մեջ քվեաթերթիկները պատրելու քվեաթերթիկները լցոնելու կոպիտ միջամտություններով էին անում ու այդ կոպիտ միջամտություններով ընտրախախտումներ արած մարդիկ հիմա իրավունք են վերապահում իրենց խոսել բռնություններից 37 թվից դիկտատուրայից եւ այլն ու երիտասարդներին ովքեր չեն հիշում այդ անցյալը փորձում են ներկայացնել իբր բան իրանք պուպուշ գիտեք ինչ դեմոկրատիայի իրենց բան են եղել իրան ժամանակ գիտեք ինչ լավ իրանելի տարիներ էին դե ես այնուհետ այդ մի հատ թեթև բանավեճ չէր զուտ զրուցում էինք առանձնապես քաղաքականացված մարդու հետ ես խոսում էի ասում եմ որ Հայաստանի այս 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության միակ ընտրված իշխանությունը մենք ենք առաջինը 91 թվականին է եղել եւ վերջինը եղել է 2021-ին ու ասում եմ բոլոր համայնքային ընտրություններում մնացած տեղերում ասում եմ ժամանակ լույսեր են տարե ասում եմ ինչ անենք լույսեր են տարե լույսեր տանելու արդյունքում կներես ինչ որ բան ինք տեղակ չէր առանձնապես բայց ինչ որ լսել էր որ լույսերը տարել են բայց ճիշտ է լսել պրոստը կիսատ է լսել որովհետև նախկինում այդ Սերժ Քոչյանի ժամանակով երբ որ լույսերը տանում էին այն ժամանակ պրոցեսներ էին ընթանում կամերաներ չկային բան չկա այդ լույսերը տանում էին որպեսզի մտնեին այդ ուժային գործողությունները քվեատուփ փոխելու քվեախցիկներ լցոնելու ի կատարածվեին լույսերը հանգում էր ու մենք բոլոր գիտենք որ լույսերը հանգավ ու մտեղ մի բան եղավ
Արդեն մարդիկ գիտեին։ Հիմա այդ իներցիայով մարդիկ մտածում են, որ լույսերը հանգավ, ու մի բան եղել է, բայց չեն մտածում, որ լույսերը հանգավ, տեսախցիկները աշխատում են։ Բոլորը իրենց մոտ լայվեր ունեն, բոլորը հեռախոսներով ֆանարիկներ ունեն ու այդտեղ եթե չի մտել ինչ որ մեկը ներս ուժային գործողություն չի արել, քվեատուփ կողանալու, քվեակության այդ թերթիկներ լցոնելու իմաստով, ում ոչ մի բան չի եղել։ Այդ լույս հանգելը ոչ մի բան իրանից չի նշանակում։ Եթե իսկ նախկինում դա նշանակում էր ինչ որ բան։ Հա, հասկանալի է, բայց Ու չմոռանանք, որ 2003-ին կներես 2003-ին այնպիսի խայտարակ ընտրություններ էին անցկացվել, որ սահմանական դատարանն անգամ ստիպված եղավ ասել կարող է մի հատ 7 տկի վստահության հանրակրվե անցկացնես որը որ արհամարվեց ու դրա դեմ 2004 թվականին երբ որ ապրիլին բողոքի ցույցեր եղան Բաղրամյան բողոքայում այնպիսի ջարդ տեղ ունեցավ որ մարտի 1-ից հետո ամենախոշոր ջարդն էր դա ու մարդիկ ձերբակալվեցին նորից քաղբանտարկյալներ եղան եւ այլն դա հենց դրանով իրանք հիմա ամեն հանցագործության մեջ մեղադրվող անձին քաղբանտարկյալ որակելով իրանք փորձում են այդ քաղբանտարկյալ լինելը վերջնական արժե զրկել ու մեզ հավասարեցնել իրենց որ մենք էլ ենք էլի քաղբանտարկյալ պահող ոնց որ իրենք էին դե հենց դա բայց այդ փոքրիկ մանիպուլատիվ քայլերը այդ փոքրիկ խմբակի կողմից տենց կգրվեն սառույցին որը որ հիմա բարեբախտաբար հալվում է Երևանում սառույցը եւ այդպես էլ կհոսի կգնա որովհետեւ իրանք ուղակի այնքան են անջատվել մեր հասարակությունից մեր ժողովրդից որ իրանք չեն տիրապետում ընդհանրապես ժողովրդի գիտակցությանը իրանք չեն տիրապետում ժողովրդի արժեքներին կարիքներին իրանց թվում է որ հա այդ գործարանը կսարքենք չգիտեմ ձեր վարձերը կտանք էլ ինչա պետք է նախկինի հետ էլ կապ չունենք հա ընդհանրապես կապ չունենք ոնց որ նույնն է որ բան է էլի այտենց հիմա չգիտեմ Արայիկ Հարությունյանը ասի որ կապ չունի մեր հետ կամ Հայկ Կոնջորյանը ասի որ մեր հետ կապ չունի իսկ բանի Նարեկ Կարապետյանի հայրը ինչ Կարապետյան Կարեն Կարապետյանը եղել է հա եւ հանրապետականի խմբակցության ղեկավար եւ նախագահի աշխատակազմի ղեկավար այսինքն այտենց Արայիկ Հարությունյանը հիմա ասի որ ես ինչ կապ ունեմ ես նախքին չեմ խոսքի էլի հետո մի քանի տարի հետո դե մենք այս ամեն ինչ որ խոսում ենք դա տարվում է այդ ու ինքն ոչ էլ ընտրախախտումներին է մասնակցել ընտրախախտումները ինչ որ Սեժը մենակով գնացի արել է եկել Կարեն Կարապետյանը չի իմացել որ տենց բան ա եղել խեղճը եկել արմա տենց պաշտոնի Տիգրան Թորոսյանն էր ասում ԱԺ նախկին նախագահներից թե ով էր ասում որ ինչ որ տենց լրագրողներից մեկը հարց է տալիս տենց շուտվա բան է ես այդ Ամեկ+-ի ռեպորտաժով եմ հիշում տեսել դա էլ ճիշտ որ ասում էին այսպիսի ընտրախախտումներ են եղել չեք նկատել հա եղել է բայց հիմա մենք ոնց կարանք մեր բոլոր կողմնակիցներին ասենք որ իրանք ընտրախախտումներ չանեն այսինքն իրանք ընդունում են որ դա իրանք կողմնակիցներն են որոնք որ անկառավարելի են այնքան են ուզում որ իրանք տեխնացուն անցնի որ գալիս են այսպես վատություն էին անում Սեժին ու Քոչյանին տենց ընտրախախտումներ էին անում այդ մարդկանց պատկերն էին բայց իրանք հա բայց մեկ աղջի ծառայություններ էին մատուցում այդ մարդկանց պատկերն էին խաղում Սեժը ընդհանրապես չէր ուզում պրոստը աջակիցները տենց զորով ընտրախախտում Ռաֆիկ Նիվչոմ Նևենով են հա շեֆ ու նորմալնի վсё նորմալնի Մենք այս թեման այսինքն ուզում եմ ընդես որ նույնիսկ այդ ժամանակ այնքան տոտալ այնքան բացահայտ է եղել ամեն ինչը որ իրենք անգամ չեն կարողացել հերքեն որ ինչ ընտրախախտում հա եղել է բայց մենք դե մենք խաբար չենք մեր այդ կոմունակիցներն են գիտես ինքան տենց քխել իրանք հա անտասյակ մարդ դուրս եկան այ մարդ շատ իհարկե կարելի է այս թեման շոշափել եւ քննարկել բայց տենց կարանք մի քիչ դրականով այս ամեն ինչը ավարտենք, որովհետև դեռ հաստատ կհասցնենք այս ամենը քննարկել։ Մենք ամեն անգամ փորձում ենք մի քիչ ուրիշ չեմ ուզում ասեմ ուրիշ բովանդակությամբ կամ ուրիշ թեմաների շուրջ խոսանք, բայց փորձում ենք մի քիչ ավելի տանենք գլոբալ մտքերի, ոչ թե լոկալ, բայց բարդ է իհարկե, կաշխատենք իհարկե հետողությամբ, բայց ես կուզենայի երբ որ մի քիչ սպառենք սրանց, հա, դե չել կարելի անարձագանք թողել այս ամեն ինչը, որովհետև իրանք այդ անարձագանք մնալուց մտածում են, որ իրանք ճիշտ էին, ասենք, էլի, բայց ես կուզենայի այս ամեն ինչը ավարտել տենց գեր դրական մի հատ նոտայով, ինչից որ իրանք էլ էին, ահա որ տենց
Դա բնականաբար դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված այդ միջոցառումներ, որից որ իրանք ուղղակի սենց ընկել էին ծանր շոկային եւ դեպրեսիվ իրավիճակի մեջ, որտեղ տեսել էին, որ քննադատելու են հայ չկար այդ էին քննադատում։ Հա, փորձում էին տենց։ Բայց հայ կար էլի։ Դե բնականաբար դա տենց թեկուզ եթե չկար այդ հայը, ինչը որ հայ ես մի հատ տենց Facebook-յան ընկեր ունեմ, որը հեսա դու բացեցիր այդ թեման, ես ուզում էի բանանել մի քիչ դրականով ավարտենք, մի հատ այսպես ստատուս էր գրել, 1 տարի Հայաստան չի եկել, ինչ պատճառներով արտերկրում ապրում, ուր մտնում եմ սրճարան, խանութ, ամեն տեղ ընտանիքներ են նստած, որոնք խոսում են թուրքերեն, տխուրա։ Ես դա կարդացի, իհարկե այս մարդը որ դա գրել էր, ինքը դրսում է ապրում, 3-4 տարի առաջ գնացել էր վերնիսաժում տեսել էր մի վզնոց, իսլամական վզնոց, որը որ ծախում են վերնիսաժի աշխատակիցները մեծամասամբ դե չգիտեմ արաբ զբոսաշրջիկների համար, Իրանից ժամանակ զբոսաշրջիկների համար ու տեսել էր նկարել էր հոգի խանգարումների մեջ են։ Ինչ է սա ու հիմա էլ թուրքերեն խոսացող ում հասկանում եմ ու ամենտեղ թուրքերեն են խոսում այդտեղ որ ակնհայտորեն ուճացված մտածված հորինված բան մեկը ով էր թուրքերեն ինչ էր խոսում հա ում է այդտեղ խոսում էլի մտել աշխատողի թուրքերեն էր խոսում համ սրճարանում ամեն կամ ինչ որ ված երազա տեսե բանի մեջ անգել շոկի մեջ անգել ինձ թվում է պարսկերենը հնդկերենը չի տարբերել ինքը թուրքերենից չեմ կարա փաստեմ, բայց ամեն դեպքում բայց արի վերադառնանք այդ դրականին բովանդակության բաներ շատ է լինում, հա ու այդ զգացել ես բանը նայել ես Հարի Փոթերը նայել ես, հա, ափսոս։ Մի կինոն եմ նայել, 8-ն են, չէ։ 8-ից մեկն եմ նայել ընդհանրապես։ Մեկը առաջինը։ Չէ։ Բա 5-ը կարծես թե 4-ը։ Հա, լավ։ Տենց ես մի քիչ այտենց միլենիալական բոցեր էի ուզում անել, որ բանկային։ Մի խոսքով տեղ մի հատ էպիզոդ կա, չեմ հիշում, 3-րդն էր ոնց որ թե որ կար մի հատ տենց կերպար բացասական, որը որ արտացոլում էր քո վախերը, որը որ այսքան այդ ինչ որ տեղ այդ պերսոնաժը հայտնվում էր, ինքը քեզ տեսնում էր, գիտեր որ դու օրինակ վախենում ես, չգիտեմ, սարդից կամ մթությունից, ինքը դառնում էր սարդ կամ ինքը դառնում էր մթություն, ու բան էին իրան կոչվում Ցիմենտռեին, դե մի խոսքով ինչ որ այդ իրանց այդ սարսափ հիմա այդ մեր ընդդիմության վախը եւ այդ վախի պերսոնաժը դարձել է այս սրտիկը այս որտեղ ասես կոնկրետ որ այդ սրտիկը տենում են մը չգիտեն ինչ անեն հոգի խանգարումքի մեջ ու բայբախտաբար վարչապետը ամեն առավոտ ամեն առավոտ չէ բայց առավոտյան մասնավորապես տենց այդ սրտիկից ուղարկում է այդ երաշտությունն է ուղարկում այդ բոլոր լրատվականները բանի այդ մեզ հարևան մոտիկ երկրների չեմ Ղազախստանից սկսած այդ միաժամանակ ասեցինք եվրոպական, ամերիկյան, BBC ռուսական ծառայությունները այդպես բոլորը գրում են իր պերսոնաժի մասին, Հայաստանի այդ ամեն ինչ հետ կապված, որ այդ ուրախությունը վերադառնում է թե տամանորյա միջոցառումների հետ կապված, թե հետագայում այդ ֆեստիվալը որ ջերմուկ ու այդ սառնամանիքին մարդիկ դուրս էին եկել, որ ուրախանային։ Իսկ դες ոնց եմ չափում որ լավ է անցել օրինակ։ Հենց այդ ոչ հայ, ոչ հայաստանցի մարդկանց էջերին հետևելով ռուսներ կլինեն, եվրոպացիներ կլինեն, որովհետև որ շատ էս հետևում անկախ քեզանց թվերում է, չէ, TikTok-ում, Facebook-ում կամ Instagram-ում, հիմնականում Instagram-ում ու TikTok-ում եմ հետևում այդպես մարդկանց, ըմբոմ տարբեր երկրներից ու իրենց այդ արձագանքները Հայաստանում տեղի ունեցող այդ միջոցառումներին շատ դրական է ու իրանց հերթին նոր մարդիկ են բերում, որովհետև իրենց հետևորդների մեծամասնությունը իրենց երկրներից է կամ այն երկրներից, որտեղ իրանք գործունեություն են ծավալում, ոչ հայ հասարակությունն է ու այդ դրականի հետ մեկտեղ մի բան էլ հիշեցնենք, որ զորակոչը սկսվեց ու արդեն տարի ու կես է մեր բանակում պարտադիր զինվորական ծառայությունը ու երբ որ ես տարեվերջին գնացել էի զորամաս նկարահանումների, փորձում էի գտնել զինվոր, որը գտա, բայց ես փորձում էի գտնել զինվոր, որը ծառայում է 2 տարի ու իր ծառայության օրինակ սկզբի ժամանակում եղել են կրակոցներ եւ հիմա չկան։ Օրինակ ուզում եի կոնտրաստը ներկայացնել, ուզում եի կոնտրաստը հասկանալ ու
Պարզվեց, որ այդպիսի ծառայողներ չեմ տեսել, որոնք բան են ինչ որ տենց շատ լուրջ սամանային բախումների, սրացումների ականատեսի եղած լինեն ու հիմա մենք ունենք մի սերունդ ծառայած, որոնք 25 թվականի ամբողջ չեն տեսել ընդհանրապես, այսինքն նոր են գնացել են բանակ, օրինակ 25 թվականի հունվարից զորակոչվել են ու իրենց ողջ ծառայության ընթացքում իրենք որևէ կրակոց չեն տեսել։ Պրիզիվները չեն տեսել, այդ ամեն ինչը այդ ու հուսանք որ իրանք էլ ընդհանրապես որևէ մեր ծառայող ընդհանրապես չի որ ինքը կիմանա որ նախկինում տենց դիվերսիա, տենց դիվերսիա եղի փոքր։ Դուրս իրականում եղի, թե տենց զորավարժություն չէ, չեք ասենք զորավարժություն իրական։ Այդ թեմայի մասին նաև Հայաստան ժամանող բենզինի նոր խմբականակի եւ այլ տենց թեմաների մասին կարծում եմ հաջորդ թողարկմանը խոսանք, եթե մենք ժամանակային թե արդեն անցել ենք մեր ժամանակը։ Չէ, չենք անցել, բայց ավարտելու մոտ ենք։ Հա։ Դա մասին կարանք արդեն հետագայում անդրադառնանք, բայց ավարտելով կարանք խաղաղությունը արդեն իրականություն է եւ մեր նորակոչիկներին մաղթենք բարի ծառայություն, ամփորձանք վերադարձ, ծնողներին էլ եւ հարազատներին էլ մաղթենք համբերություն եւ իրանք էլ արդեն կարող են արձանագրել, որ կարող են դե իհարկե անհնար է ինչ իրավիճակ էլ լինի, թեկուզ զորամասը լինի, այսինքն իրանց տան ներքևի հարկում, միևնույնն է գիշերը անհանգիստ են քնում, բայց գոնե մի փոքր ավելի հանգիստ կարող են իրանք բավականին ավելի հանգիստ, որ այո, որովհետև արտաքին վտանգը գոնե չկա, չեզոքացված է եւ մաղթել առողջություն եւ իմանալ, որ ծառայությունը դա ոչ թե պատերազմի համար է, այլ հենց դա խաղաղության համար է ու մեր պատրաստվածության համար։ Դե կարանք վերջում մի հատ համ մեր զինվորներին սրտիկ ուղարկենք, համ բանին այդ ընդդիմության վախը բռնենք եւ այսպես մի հատ այսպես սրտիկ դից ուղարկենք, նա всякий случай, երբեք ավելնորդ չի կարծում սրտիկը եւ դրական օրակարգը։ Եվ կհանդիպենք մյուս շաբաթ, համ մեր սրտիկները ուղարկում ենք մեզ դիտողներին, մեզ սիրողներին եւ մեզ արդյունավետ եւ կառուցողական քննադատողներին մենք հետեւում ենք ձեր կոմենտներին, հատկապես YouTube-ում, այնպես որ կոմենտեք ակտիվորեն, սրտիկեք Facebook-ում, լայքեք YouTube-ում, բաժանորդագրվեք Civic-ի YouTube-յան ալիքին, Facebook-յան ալիքին, եւ տարածեք մեր էջերին, այո, եւ տարածեք անպայման այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն եւ ավելի շատ մարդիկ բաժանորդագրվեն ու կոմենտները շատ ակտիվ եղեք, կոմենտները մենք կարդում ենք եւ նաեւ եղելա որ արձագանքում ենք եթերում, այնպես որ նորմալ կոմենտ ես հիմա էլ այնպեսի կոմենտ բայց շատ էր մի տարիա ոդքասթ չէինք նկարել չէ այնպես որ մի շաբաթ անպայման այս հաղորդման կոմենտներին անպայման կարձագանքենք եթե այդպիսի լինեն այսինքն պատասխանելու արժանի էլի դե այս ամանորյա հին հումորով ավարտենք մեր այսօրվա եթերը մինչ նոր հանդիպում մինչ մյուս չորեքշաբթի